Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Եվրամիության դեմ առևտրի ոլորտում, եթե այն չհրաժարվի թվային հարկից Կանադայի օրինակով։ Նա հիշեցրեց, որ ավելի վաղ G7 ձևաչափով համաձայնություններ էին ձեռք բերվել թվային հարկի եւ բազմազգ կորպորացիաների համար առնվազն 15% հարկի վերաբերյալ։ Կտեսնենք նրանք կհեռացնեն նրանց, թե ոչ, եթե ոչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը դրա մասին ասելիք կունենա, ասել է Հասեթը, մեկնաբանելով Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Վաշինգտոնը պետք է ձգտի արգելել Իրանի ուրանի հարստացման եւ բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերը Իսլամական Հանրապետությանը միջուկային զենքի մշակումը կանխելու համար, ասվում է Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևի նախագծում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Պալատը աջակցում է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու քաղաքականության նպատակին, ուրանի հարստացման բոլոր գործունեության, զենքի մշակման եւ բալիստիկ հրթիռների արձակման համակարգերի վրա մշտական ստուգելի արգելքի միջոցով, ասվում է փաստաթղթում։ 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուսով ենք կանցկացվի Թուրքիայում հուլիսին։ Մենք կհյուրընկալենք ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեր մայրաքաղաք Անկարայում եւ հող կպատրաստենք շատ կարեւոր որոշումների համար։ Երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ուղղված իր ուղերձում ասել է Էրդողանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի իշխանությունների դեմ անօրինական ներգաղթի դեմ պայքարի քաղաքականության իրականացմանը խոչընդոտելու համար, որը հանրապետականի նախընտրական քարոզարշավի կենտրոնում էր։ Մասնավորապես փաստաթղթում, որը ՌԻԱ Նովոստին ուսումնասիրել է, նշվում է Լոս Անջելեսի վարչակազմի կողմից իրականացվող ապաստարանային քաղաքի քաղաքականության անօրինական եւ հակասահմանադրական բնույթը, որը ենթադրում է քաղաքային միջոցների օգտագործման արգելքի դաշտային ներգաղթային քաղաքականություն իրականացնելու համար։ Նախագահ Թրամփի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթանակից մի քանի օր անց Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ձգտելով խափանել ամերիկյան ժողովրդի կամքը տեղահանությունների վերաբերյալ սկսեց ապաստան քաղաքի քաղաքականությունը օրենքի մեջ ներառելու գործընթացը, ասվում է դատական հայցում։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվեն Ուիթկովը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Մեր հատուկ դեսպանոր Ստիվենը կապի մեջ է իրանցիների հետ թե անմիջականորեն, թե միջնորդների միջոցով։ Այս կապը շարունակվում է, նախագահ Դոնալդ Թրամփը չի կապնվել Իրանի հետ, ասել է նա։ Զվարթնոց օդանավակայանում ազգային անվտանգության ծառայության սահմանապահները չեն թողել, որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի, պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է այն դեպքում, երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ներքին գործերի նախարարությունից։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, սակայն հրապարակումից քիչ անց փաստաբանը տեղեկացրել է, որ Արմեն Չարչյանի սեկտ համակարգում արկա սահմանափակումը վերացվել է, խնդիրը լուծվել է։ Նա մասնավորապես գրել էր. այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ, որտեղ վերջինս մասնակցելու էր հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել, սա լուրջ հարված է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, լավ ինչքան կարելի է, ավելի վաղ հայտնել էր փաստաբանը։ Փաշինյանը հրահանգել է բոլորիդ կնստացնեմ ազգային անվտանգության ծառայության պատվալ։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա խոսել է եկեղեցուն դեմ դուրս եկած իշխանությունների պլանների եւ հոգեվորականներին կալանքի տանելու պատճառների մասին։ Ես ունեմ ողջամիտ կասկածներ կամ նման կարծիք էլ կա, որ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի դեմը դրվել է նոր պահանջ, որ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը կամ խաղաղության հռչակագիրի, այնքան որ խաղաղություն անուն լինի այնտեղ, կստորագրվի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հնազանդեցնի եկեղեցուն։ Այսինքն կամ եկեղեցին իր վեհապառով պետքա փոխվի ըստ այդ պլանի, կամ Նիկոլ Փաշինյանը կհնազանդեցնի եւ եկեղեցին այլևս չի խոսի ազգային ինքնությունից, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից, արցախահայերի իրավունքից եւ հայկական եւ հայ գերիներից բախվում։
Սա է, եւ Նիկոլ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական հրահանգները կատարածելով եկել լծվել այդ գործին, որովհետև դա օդ ու ջրի պես իրենք 26-ի ընտրություններից առաջ անհրաժեշտ է ինչ, անհրաժեշտ է այդ փաստաթուղթը, որի վրա գրված կլինի խաղաղություն, որը նա Չեմբերլենի նման կտանի եւ կասի ես խաղաղություն եմ բերել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Բագրատ Սրբազանին առնչվող քրեական վարույթին եւ մանրամասնել, թե ինչ են բարձել այսպես կոչված հանցավոր խմբի անդամների վերաբերյալ, որոնք իբրև թե պլանավորել են իշխանության զավթում։ Նրա խոսքով իբր հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպիսի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս, մասնավորապես հավաքագրել էին 20-ից 25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Ինչ վերաբերվում է Միքայել Սրբազանի կալանավորմանը, ապա քննչական կոմիտեի նախագահն ասել է, թե իրենց մոտ է հայտնվել Միքայել Աջապահյանի օրագիրը, որտեղ նա արտացոլել է իր յուրաքանչյուր օրվա գործողությունները 2022 թվականից, եւ այնտեղ կա թե ով պետք է գլխավորի շարժումը, ով առաջարկեց շարժումը գլխավորի, թե շարժման ձախողումից հետո ինչ հանդիպումներ եղան։ Արամ Ա վեհափառ հայրապետի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ վեհափառ հայրապետի հետ։ Նրանք Գարեգին Բ-ին են փոխանցել Արամ առաջինի մտահոգություններն ու այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամ Ա-ի ներկայացուցիչները նաև լսել են Գարեգին երկրորդի մտահոգություններն ու տեսակետները։ Երկու սրբազան հայրերը հանուն վեհափառ հայրապետի եւ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսության շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը իր հոգեվոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի գործադիր հրամանագիր, որով կվերացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները, միաժամանակ պահպանելով երկրի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Այսօր կեսօրին նախագահը կստորագրի գործադիր հրամանագիր Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ծրագիրը չեղարկելու մասին երկրում կայունություն ու խաղաղություն խթանելու ջանքերի շրջանակներում։ Հրամանը կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, միաժամանակ պահպանելով նախկին նախագահ Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքի օգտագործողների, Դաիշի եւ նրանց դաշնակիցների, ինչպես նաեւ իրանական միջնորդ խմբերի նկատմամբ պատժամիջոցները, հայտնել է նա։ Ղրիմի կամրջի երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է, հայտնում է տեղեկատվական կենտրոնը տրանսպորտային անցման իրավիճակի մասին։ Ղրիմի կամրջի վրա տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է, ասվում է հայտարարության մեջ։ Պատճառները չեն նշվել, երթևեկությունը փակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 21:03-ին։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդել է Չերկասիի մարզում անօրինական կերպով հանքանյութեր արդյունահանող պաշտոնյայի մասին, որը պետությանը պատճառել է 4.5 միլիոն դոլարի վնաս։ Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։ Չերկասիի մարզում ոստիկանությունը կասկածների մասին է տեղեկացրել մետաղագործական արդյունաբերության ընկերության պաշտոնյային, ասվում է հաղորդագրության մեջ։ Քննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը ձեռնարկության բաժիններից մեկի ղեկավարն է։ Նշվում է, որ հանքարդյունաբերական աշխատանքները չեն իրականացվել ընդերքի օգտագործման եւ պետության կողմից գնահատված պաշարների հաշվարկման ու ուրվագծի հատուկ թույլտվության համաձայն։ Այս պահին որոշվում է մեղադրյալի համար խափանման միջոց ընտրելու հարցը։ Դրան սպառնում է մինչև 8 տարվա ասատազրկում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է զրկել Հարվարդին կառավարության բոլոր ֆինանսավորումներից, քանի որ համալսարանի վարչակազմը անտեսել է համալսարանական տարածքում հակասեմականության դրսևորումները, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Անապահ համապատասխան փոփոխություններ չկատարելը կհանգեցնի դաշնային բոլոր ֆինանսավորման կորստին եւ կշարունակի ազդել Հարվարդի եւ դաշնային կառավարության հարաբերությունների վրա։ Իհարկե, համալսարանը կարող է շարունակել գործել առանց դաշնային նպաստների եւ թերևս սա կապով է այն խթանը, որը կօգնի Հարվարդի կրկին ծաղկել, գրել է վարչակազմը Հարվարդի նախագահ Ալան Գարբերին ուղղված նամակում։ Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված հրկիզման կասկածանքով բերման է ենթարկվել 31 մարդ, որոնցից 10-ը ձերբակալվել են, իսկ 10-ը ժամանակավորապես ազատ են արձակվել դատական վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով հունիսի 1-ից մինչ օրս երկրում տեղի ունեցել 1516 անտառային հրդեհ, որոնցից 1507-ը վերահսկողության տակ են վերցվել։ Հրդեհների մարմանը մասնակցում են մոտ 155 թաթիռ, 25000 մարդ եւ մոտ 6000 ցամաքային մեքենա,
մեքենա։ Տարբեր նահանգներում բռնկված որոշ հրդեհներ վերահսկողության տակ են վերցվել։ 9 հրդեհաշիջումը շարունակվում է։ Իրավիճակի դեմ պայքարելու համար մենք օգտագործում ենք 27 ինքնաթիռ, 105 ուղղաթիռ եւ 14 անօդաչում թռչող սարք։ Ես այստեղ եմ հստակ ուղերձով Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա, եւ մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը, հայտում է Կայա Կալասը։ Մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները, մենք աջակցում ենք երկու երկրների միջև կարգավորմանը, հիմք ընդունելով իշխանությունը, տարածքային ամբողջականություն եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին, հայտարարեց Կայա Կալասը, ընդգծելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի եւ Եվրամիության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին։ Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետը նշել է, որ ուրանի հարստացման գործունեությունը համաձայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի Թեհրանի անբաժանելի իրավունքն է եւ Իրանը մտադիր է օգտվել այդ իրավունքից։ Նա ընդգծել է, որ ուրանի հարստացումը երբեք չի դադարեցվի։ Հունիսի 29-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ իր գերատեսչության մասնագետները որևէ նշան չեն տեսնում, որ Իրանի միջուկային ծրագիրը ուղղված է միջուկային զենք ստեղծելուն։ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթը ամենայն հավանականությամբ վերջնականապես կհաստատվի Դանիայի Եվրամիության խորհրդում նախագահության օրոք, որը կսկսվի հուլիսի 1-ին։ Այս մասին հաղորդում է Պոլիտիկո թերթը։ Պատժամիջոցների փաթեթը հավանաբար չի ընդունվի Լեհաստանի նախագահության օրոք եւ պետք է վերջնականապես հաստատվի դանիացիների կողմից, ասվում է հայտարարության մեջ։ Հոդվածի հեղինակները նշել են, որ Սլովակիան չի համաձայնվում ընդունել նոր պատժամիջոցների փաթեթը ներկայիս տեսքով։ Հանրապետության իշխանությունները Բրյուսելից մի շարք զիջումներ են ակնկալում։ Մագատեին հստակորեն պարզ չէ, թե ինչ վնաս են հասցրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հաղորդում է Reuters-ը։ Հոդվածի համաձայն Ֆորդոյի գործարանը, որը գտնվում է Լեռների խորքում, Իսլամական Հանրապետության ամենաբարձր հարստացված ուրանի վնասման հիմնական վայրն է։ Ինչպես այս շաբաթվա սկզբին ասել էր Մագատեի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանական է, որ Ֆորդոյում ուրանը հարստացնելու համար օգտագործվող զգայուն ցենտրիֆուգները լուրջ վնաս են կրել, ավելի մեծ առեղծված է գրեթե զենքի համար նախատեսված մակարդակի հարստացված ավելի քան 400 կիլոգրամ ուրանի ճակատագիրը։ Այս քանակի նույնիսկ մի փոքր մասը, որը մնում է չհաշվառված, լուրջ մտահոգություն կառաջացնի արևմտյան տերությունների շրջանում, որոնք կարծում են, որ Իրանը առնվազն պահպանում է միջուկային զենք ստեղծելու կարողությունը, ասվում է հոդվածում։ Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների այսօրվա նիստի ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվում խոսել է Ջալալ Հարությունյանի մասին։ Հարությունյանն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարել է, թե գեներալ լեյտենանտի կոչումը Ջալալ Հարությունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Հարությունյանի կողմից 2020 թվականին։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը ստորագրել է այդ հրամանագիրը։ Տաշիրի առևտրի կենտրոնի վրայից փորձել են հեռացնել գործարար Սամվել Կարապետյանի պաստառը։ Քաղաքապետարանի աշխատակիցներն ասել են, թե գովազդային պաստառն ապօրինի է տեղադրվել, ըստ այդմ ապամոնտաժում են։ Հասարակական կարգի խախտում չկա, բայց քաղաքապետարանից եկել են այդ խախտումը վերացնելու։ Սամվել Կարապետյանի նկարը գովազդ չի հանդիսանում, պնդել է Տաշիրի առևտրի կենտրոնի ներկայացուցիչը։ Ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է եղբայրություն քարոզել մի ձեռքով, մինչ մյուս ձեռքով քանդվում է հայ եկեղեցու ինքնիշխանությունը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրդանես Բաղալյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը, ըստ որի բոլոր ամուսնացյալ քահանաներն իր եղբայրներն են։ Տեր Վրդանես Բաղալյանը նշել է.
Այն հայտարարությունները, թե ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն եւ կապի հաստատման փորձ, սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում այն։ Մեր հոգեվոր ընտանիքի գլուխը եկեղեցու սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաս դասը մեր հովվապետական առաջնորդությունն է, ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհիվ հաստատված, ով արհամարում է հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք ամուսնացյալ քահանաներս։ Հետևաբար անհնար է սիրել մեկ անդամին եւ մերժել մարմնի գլուխն ու սյուները, որպես ծառատիրոջ մեջ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է եղբայրություն քարոզել մի ձեռքով, ինչ մյուսով քանդվում է հայ եկեղեցու ինքնիշխանությունը, հայտարարել է Տեր Վրդանեսը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, դեռևս կարծում է, որ Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ, քանի որ կարծում է, որ Օտավան ամբողջությամբ կախված է Վաշինգտոնից։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։ Անկեղծ ասած, Կանադան պետք է լինի 51-րդ նահանգը, իսկապես պետք է լինի, քանի որ Կանադան ամբողջությամբ կախված է Միացյալ Նահանգներից, իսկ մենք կախված չենք Կանադայից, ասել է Թրամփը հավելելով, որ սիրում է Կանադան։ Սիրիայի եւ Իսրայելի միջև բանակցությունների նախապատմությունը բացահայտվում է Times of Israel-ի հրապարակմամբ։ Հոդվածում նշվում է, որ Սիրիան կարող է հրաժարվել Գոլանի բարձունքների նկատմամբ իր պահանջներից Իսրայելի կողմից Ահմեդ Ալ-Շարայի գլխավորությամբ Սիրիայի նոր ղեկավարության ճանաչման դիմաց։ Սիրիան ներկայումս անուղակ է բանակցություններ է վարում Իսրայելի հետ, նշում է թերթը։ Դամասկոսը ցանկանում է վերադառնալ 1974 թվականի անջատման համաձայնագրին։ Թերթի տվյալներով Սիրիան պատրաստ է կնքել նոր անվտանգության համաձայնագիր եւ ակնկալում է իր տարածքում Իսրայելի հարձակումների դադարեցում։ Ընթացիկ խաղ բանակցություններում Սիրիան չի պահանջում, որ Իսրայելը վերադարձնի Գոլանի բարձունքների այն մասերը, որոնք գրավել են 1967 թվականին, գրում է Times of Israel-ը։ Սիրիայի պահանջներն են, որ Իսրայելը ճանաչի Ահմեդ Ալ-Շարայի գլխավորությամբ Սիրիայի նոր կառավարությունը եւ դուրս բերի իր զորքերը Սիրիայի հարավում գտնվող այն տարածքներից, որոնք նա վերահսկում է հունվարից ի վեր։ Դամասկոսը նաև կոչ է անում սահմանել եւ պահպանել Հորդանանի, Սիրիայի եւ Իսրայելի միջև սահմանային եռանկյունում հստակ պայմանավորվածություններ, ինչպես նաև հույսը դնում է Միացյալ Նահանգների աջակցության վրա Սիրիայի հարցում։ Գոլանի բարձունքները Իսրայելի կողմից օկուպացված են 1967 թվականի 6-օրյա պատերազմից ի վեր։ Դամասկոսը ավելի քան 50 տարի պահանջում է վերադարձնել այդ ճանաչված տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ հարցին հայտարարել է, որ այս հարցի շուրջ պարզաբանում կստացվի մոտ ապագայում։ Մենք սպասում ենք, որ նման պարզություն կլինի մոտ ապագայում, լրագրողներին ասել է Պեսկովը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում։ Հանդիպումը Ստամբուլի Չիրագան պալատում տևել էր 1 ժամից ավել։ Կողմերը փոխանակվել էին հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերով, ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության էին եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել էին որոշակի տարածքներում հրադադարի ռեժիմը, որպեսզի հնարավոր լինի հավաքել զոհվածների մարմինները։ Մեդինսկու խոսքով ուկրաինական կողմը սկսել էր աշխատել այս առաջարկի վրա, սակայն բառացիորեն 2 ժամ անց Վոլոդիմիր Զելենսկին հրապարակավ հրաժարվել է ենթադրյալ համաձայնագրից։ Մեդինսկին ընդգծել է, որ Ռուսաստանի դաշնությունը կատարել է Ստամբուլում տված խոստումները։ Նորվեգիան F-35 կործանիչներ կուղարկի Ժեշովի օդանավակայանի շրջակայքում եւ Լեհաստանի օդային տարածքում անվտանգության պահպանմանը նպաստելու համար, եւ սա ՆԱՏՕ-ի ինտեգրված օդային եւ հրթիռային պաշտպանության համակարգի մի մասն է, ասվում է Նորվեգիայի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կործանիչներն իրենց նշանակման վայր կհասնեն աշնանը։ Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Տորե Օ Սանդվիկի խոսքով երկրի օգնությունն ուղղված է Ուկրաինային աջակցելու համար Լեհաստանում ամենակարևոր հանգույցի պաշտպանությանը։ Այսպիսով Նորվեգիան օգնում է ապահովել, որ օգնությունը հասնի Ուկրաինա։ Մենք սա անում ենք հիմնականում Ուկրաինայի եւ Լեհաստանի համար, բայց մենք նաեւ ցույց ենք տալիս, որ հավատարիմ ենք մնում ՆԱՏՕ-ի նկատմամբ մեր պարտավորություններին։ Սանդվիկի խոսքերն է մեջբերվում պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Լիբանանի իշխանությունների վրա հնարավորինս շուտ սկսելու
շիայական Հզբոլլահ կազմակերպության զինաթափման գործընթացը։ Սա պայմանավորված է Վաշինգտոնի, Լիբանանի եւ Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ, հաղորդում է The National թերթը հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ դեսպանների կողմից վերջերս ներկայացված փաստաթղթի համաձայն Հզբոլլահից սպասվում է զենքը վար դնել սահմանված ժամկետում եւ կաբինետը պարտավոր է պաշտոնապես հաստատել այս գործընթացը դրան իրավական ուժ տալու համար։ Պարբերականին հայտնել է Լիբանանի խորհրդարանի աղբյուրը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը այս քայլը համարում է Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացի առաջին փուլը։ Պաշտոնյայի խոսքով Միացյալ Նահանգները պնդում է առնվազն նոր հրադադարի համաձայնագիր կնքելու վրա։ Միևնույն ժամանակ աղբյուրը պնդում է, որ Լիբանանի իշխանությունները չեն մերժել ԱՄՆ պահանջները։ Կառավարությունն ու խորհրդարանը խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան փաստաթուղթը փոփոխելու եւ այն լիբանանյան կողմի համար ավելի ընդունելի դարձնելու համար։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, շատերը վիրավորվել են, հայտնում է կատարական Ալ Ջազիրա հեռուստաալիքը, հղում անելով բժշկական աղբյուրներին։ Մասնավորապես նրանց տեղեկությունների համաձայն Գազա քաղաքում Իսրայելի հարձակման զոհ է դարձել 47 պաղեստինցի։ Զոհերի թվում են եղել օգնության բաշխման կենտրոններում սնունդ փնտրող մարդիկ, քանի որ պաշարված անկլավում արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակը վատթարանում է ամեն օր, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ դադարեցնելով հունվարին հաստատված հրադադարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության ծառայության նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, հաջողություններ մաղթելով նրան։ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել պաշտոնից ազատված Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն եղած ժամանակ իր կատարած աշխատանքի համար։ Միքայել Սրբազանի վրա ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ, անգամ վեհափառ հայրապետը։ Կաթողիկոսը Սրբազանին ասել է՝ ինչպես որոշես, այնպես էլ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանը հայտարարել է Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով Միքայել arczepiskopos Աջապահյանի իրավապահներին ինքնակամ ներկայանալու հարցին, որի վերաբերյալ տարատեսակ շահարկումներ են արվում, թե հնարավոր է Միքայել Սրբազանին համոզել են ինքնակամ հանձնվել։ Փաստաբանը մեկնաբանել է. Եղավ ամենալավ տարբերակը չայրած փոքրագույնը եղավ, որովհետև Սրբազանը մինչև քննիչի սենյակ հասավ առանց որևէ ձեռնաշղթա, առանց նպաստացման, իր կամքով, հենց նույնիսկ երված ինքը իր կամքով գնաց այդտեղ։ Մյուս տարբերակը, հարգելներս, լինելու էր բռնի ուժով։ Երրորդ տարբերակ չէր կարող լինել։ Ես վստահեցնում եմ, ուրիշ տարբերակ չկար եւ ոչ ես եմ դա տեսել, ոչ Սրբազանը, բայց միևնույն է որոշում կայացնող եղել է Սրբազանը։ Իսկ մի բան էլ ասեմ, էլի, երբ որ նման բաներ եք ասում վրանազդել, դուք Սրբազանին չեք ճանաչում։ Սրբազանին ավելին ասեմ, ես Սրբազանի երբ որ դուրս էր գալիս ձեր մոտ լրագրողի մոտ խոսելու, խնդրել եմ, ասեմ, խնդրում եմ այդ գործից չխոսեք։ Դուրս եկավ, էլի Սրբազանը խոսում էր, ես ստիպված իրա ձեռքը ծերքում ասում եմ Սրբազան։ Ասում եք հարցեր են տալու, մի խոսեք, ձեր դեմ են օգտագործելու։ Սրբազանին չեք կարող ասել մի բան անի կամ չանի, թե նա չուզեցավ դա։ Իր վրա որևէ մեկը չի կարող ազդել։ Ես ուզում ով Սրբազանին ճանաչում է, գիտի, ինքը իր ոնց որ կամային հատկանիշներով մարդ է եւ ինքը ինչ ուզում, ասում է, ինչ ուզում անում է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթացել է Արարատ Միրզոյանի եւ պաշտոնական այցով Երևան ժամանած ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսը։ Տրվել է ՀՀ ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել չխառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Նշենք, ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ եւ ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է իշխանությունների պայքարի եկեղեցու դեմ ձևակերպումը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքարի եկեղեցու դեմ։ Այնինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը խառնվելուն եւ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթին։ Սա իրավական պրոցես է եւ սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը, նշել է Արարատ Միրզոյանը։
Ես հիմա պնդում եմ անելու, որպեսզի հոսանքազրկումները ամբողջությամբ հրապարակայնացվեն եւ տարանջատվեն, այսինքն ում կողմից են եղել, ում սեփականության բալանսի եղած ենթակայանում կամ մալուխներում է հոսանքազրկման պատճառը եղել։ Այս մասին ասուլիսին հայտարարել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազարյանը։ Նրա խոսքով հայտարարությունները, թե կառավարության ազգային ժողովի նիստերի մոլի բացման ժամանակ հոսանքազրկումները սաբոտաժ են։ Ղազինյանը նաև նշել է, որ նախորդ ուրբաթ քաղաքի 40%-ը եւ աշտարակ համայնքի մեծ մասը հոսանքազրկվել է եւ իրենք որևէ կապ չեն ունեցել դրա հետ, ինչի մասին հայտարարել են։ 4-րդ օրն անցել է, այդպես էլ նախարարության ենթակայության տակ գտնվող Բեցը չի հայտարարում, որ մենք ենք եղել կամ մեր մոտից է եղել։ Մեր ազգաբնակչությունը գիտի, թե հոսանքը վճարել է, գնում է Սամվել Կարապետյանի գրպանը, հոսանքն անջատվեց, մեղավոր է հեծը, տարանջատման ժամանակ պարզ կերևա։ Մի քիչ ազնիվ չէ այդ մարմինների կողմից չնշել է նույն մոլի հոսանքազրկման պատմությունը, որի հետ որևիցե կապ չունենք։ Վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատվում է հոսանքը, ինչ որ մեկը կասկածում է, որ կառավարությունն էլ Փաշինյանն էլ չունեն հնարավորություն պարզելու, թե ով էր մեղավորը։ Պարզեցիք, հեծից որևէ մեկը, եթե կատարել էր, նստեցնեիք, ասել է հեծի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազարյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրառումներ կատարել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ։ Այս անգամ էլ նա գրել է՝ «Մի ստեք, կտրիչներ Սիսյան, խնդրում եմ պարզաբանեք, դուք խախտել եք արդյոք կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունեք», գրել է Փաշինյանը։ Թեհրանը սպասում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը այս տարի կայցելի Բելարուս, հայտարարել է Մինսկում Իսլամական Հանրապետության դեսպան Ալի Ռեզա Սանեին այցի ամսաթվերը եւ ժամանակը դեռևս որոշված չեն, բայց մենք ակնկալում ենք, որ կկարողանանք այն իրականացնել 2025 թվականին, ասել է դիվանագետը առաջին տեղեկատվություն հեռուստաալիքին։ Ավելի վաղ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել էր, որ Փեզեշքյանը պետք է առաջին անգամ մասնակցել նիստին որպես ԵԱՏՄ-ում դիտորդ, պետության ներկայացուցիչ, սակայն չի կարողացել մասնակցել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով։ Շատ բրիտանացիներ թե ձախ թե աջ հակված են հրաժարվել Ուկրաինային աջակցելուց, գրում է Տելեգրաֆը։ Ինչպես նշել են ձախերի եւ աչերի բազմաթիվ մեկնաբաներ, Ուկրաինայի պատերազմական գոտի միլիարդներ ներդնելը չի ստեղծի խաղաղ բանակցությունների պայմաններ, այլ պարզապես կդժվարացնի դրանց իրականացումը։ Հրատարակությանը ասել է երկաթուղային, ծովային եւ ցամաքային տրանսպորտի ազգային միության խոսնակը։ Սա համապատասխանում է այն հռչակագրի տեքստին, որը միությունը ներկայացրել է Լոնդոնի իր մասնաճյուղերից մեկում։ Տելեգրաֆի փոխանցմամբ փաստաթղթի տեքստը պարունակում է կոլեկտիվ հայտարարություն, որը մերժվում է սոցիալական ծախսերի կրճատման եւ կենսամակարդակի իջեցման քաղաքականությունը ուկրաինական հակամարտության սրումը ֆինանսավորելու համար։ Աշխատողները պահանջում են, որ լեյբորիստական կուսակցության նախարարները պարտավորվեն աշխատել դիվանագիտական, բանակցային եւ երկարատև խաղաղության կարգավորման ուղղությամբ, ասվում է հոդվածում։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց իհարկե հազարամյա կանոնիկ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, եւ մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, առանց որևէ լուրջ հիմքի, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը։ Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի, հիմնվելով Հայաստանի սահմանադրության վրա, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի վրա, ընդգծեց նախարարը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Қырғызստանում։ Այս մասին Չոլպոն Ատա քաղաքում հայտարարել է Қырғызստանի արտաքին գործերի նախարար Ժեմբեկ Կուլուբաևը։ ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ից 27-ը Қырғызստանի Հանրապետությունում ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ, ասել է նա։
Եղանակը առաջիկա օրերին Երևանում հունիսի 30-ին ցերեկը, հուլիսի 2-ի եւ 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը եւ երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սպասվում է քամուշ գնացում։ Հուլիսի 1-ին 4-ի ցերեկը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ։ Հուլիսի 1-ին 3-ից 5-ին գիշերը եւ կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-ից 4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։